Если кто-то приходил, значит, они должны за час позвонить мне, и я от зала до входной двери 1 час шла, чтобы открыть мне дверь. И это с болями и по стеночке. Вот так я по стенке. Я практически не ходила, я не спала. Ինքը ոչ թե եկավ, այլ պարացիորեն իրեն բերեցին։ Չէր կարողանում գնալ լողարան, չէր կարողանում զուգարանից օգտվել։ Շատ մեծ դժվարություններ էր առաջացնում իրեն հենաշարժական համակարգում, այդ շարժումների խիստ սահմանափակված էին իրեն։ Նա ուներ ռևմատոիդ պոլիարտրիտ, որը դաժան դեպի ինվալիդիզացիա տանող այդպես հիվանդություն է։ Хайкимович сказал, будем оперировать. Я говорю, а какая процентность? Моя подруга говорит, а какая? А он говорит, я процентность не даю. Если врач вам будет говорить, что вы будете ходить и все, вы не верьте. Вы уйдите и закройте дверь. Вот его были слова. 4 տարի արդեն ինքը քայլում է 4 էնդոպրոթեզով եւ իրեն շատ լավ է զգում եւ փալուն այսպես ռեզուլտատներ կան։ Ու տեսնում եք կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզները, որոնք փուլ առ փուլ կատարվեց, սկզբում 7 տարի առաջ կատարեցինք ձախ կոնքազդրային հոդի, հետո ձախ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումներ եւ աջ կոնքազդրային հոդի եւ աջ ծնկան հոդի էնդոպրոթեզավորումներ։ Սա կոնքի մասն է, հանվում է այդ մաշված մասը եւ տեղադրվում նոր ուրեմն այս կոնքային կոմպոնենտը եւ ազդրային կոմպոնենտն է տեղափոխվում եւ դրվում այս կոնքազդրային հոդի էնդոպրոթեզները եւ համապատասխանաբար ծնկան հոդի էնդոպրոթեզները, արհեստական հոդերը, որոնք դրվում են։ Ես չեմ գնահատում, ինքն է գնահատում գերազանց իր վիճակը։ Շատ երջանիկ է զգում, արդեն 4 տարին է, որ 4 արհեստական հոդերով կարողանում է քայլել, առանց ցավի եւ պրակտիկորեն անում է այն ինչ որ ուզում է անել։ Мне повезло, что я пришла к Гайку Кимовичу. Мне просто повезло, потому что у меня другого варианта нет. У меня ждала инвалидная коляска.